Շնորհակալություն։ Տիկին նախարար, նախ շնորհակալություն եմ հայտնում զեկույցի համար կատարված աշխատանքի եւ կատարվելիք աշխատանքի վերաբերյալ ձեր փոխանցած տեղեկատվության եւ գետնի վրա իրականացված աշխատանքի մասով։ Ես որպես Սյունիքը ներկայացնող падգամավոր ուզում եմ նաեւ իմ դիտարկումները ասել ձեր ներկայացրած տեղեկատվության վերաբերյալ։ Մեր մարզում աննախադեպ ծավալի եւ շինարարական եւ համերգային ծրագրեր են իրականացվել մշակույթի ոլորտի մասով, լինելով նաեւ մշակույթի մարդ, հատուկ ուշադրություն եմ դարձնում եւ կապիտալ ծախսերի մասով մշակութային ժառանգության, վերականգնման, մոդուլային կենտրոններ տեղադրելու եւ համերգների միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ, բայց դրայից զուգահեռ ունեմ կրկին բազմաթիվ հարցեր եւ առաջարկներ։ Նախ կուզենայի նշեք ՅՈՒՆԵՍԿՕ-ից խոսեցիք, եթե չեմ սխալվում, հայտ է նախատեսվել կամ հայտ է ուղարկվել ՅՈՒՆԵՍԿՕ հիմնական մշակութային ժառանգության հիմնական ցանկում Տաթևի վանքը ներառելու մասով, ինչ փուլում է եւ կուզենայի նաեւ նշեք, մենք կարողանում ենք ապահովել այնպիսի ծառայություն պահպանության իմաստով, որ ինչպես օրինակ նորավանք չկարողացանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում ներառել, հաշվի առնելով հարակից տարածքում ապօրինաբար եւ եկեղեցու հանդեպ ոչ հարգալից ձևով կատարված շինարարական աշխատանքների պատճառով չկարողացանք ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կազմ, կարողանում ենք արդյոք ապահովել, որպեսզի մեր մնացած հուշարձանները նման ճակատագրի չարժանանան, որովհետև հուշարձանների պահպանության իմաստով դա առաջնահերթ է պահպանությունը ճիշտ իրականացնել, այնուհետև կապիտալ ծախսերը։ Ի պատիվ ձեզ, մեր մարզում բազմաթիվ շինարարական աշխատանքներ են արվում հուշարձանների վերականգնման մասով, բայց ես ուզում եմ առանձնացնել մոդուլային կենտրոնները, որը տեղադրվել է եւ շուտով շինարարությունը կավարտվի Զորաց քարերում, շուտով նախատեսվում է նաեւ Հին Խնձորեսկ գյուղատեղիում, որը շուտով հնավայրի կամ արդեն հնավայրի կարգավիճակ ունի։ Ինչով եմ կարևորում, որովհետև մենք բաց տարածքներում ունենալով հուշարձաններ եւ հեկտարներով տարածքներ, մենք անգամ չունենք մինիմալ հիգիենայի պայմանները ապահովող հնարավորություն, որը շատ մեծ ազդեցություն է ունենում զբոսաշրջության զարգացման իմաստով, վատ ազդեցություն է ունենում։ Մենք չենք կարողանում լայնամասշտաբ միջոցառումներ անել կամ փորձելով անել, բախվում ենք բազմաթիվ լուրջ խնդիրների։ Նաև կուզենամ ձեր ուշադրությանը գրավել Վերին Խոտանանի եկեղեցու վերականգնման անհրաժեշտության համար նախորդ տարի ես ձեզ, եթե չեմ սխալվում, գրավոր դիմել եմ այդ մասով եւ կուզենամ նաև ձեր ուշադրությունը գրավել, վստահ եմ դուք տեղյակ եք Շրվենանցի դպրոցի մասը, որ մեր կապանցիներից համար առանձնահատուկ նշանակություն ունի, նաև իր ճարտարապետության իմաստով, որևիցե ծրագիր ունեք այդ մասով ինչ որ բան պլանավորվել է իրականացնել, թե ոչ, եւ կուզենամ նաև նշեք ի վերջո ինչ էր տեղի ունենում Ծիծեռնակաբերդի վերանորոգման շուրջ, իմ համար շատ տարօրինակ աղմուկ էր բարձրացել, փոխանակ բոլորս գովեստով եւ շնորհակալությունով վերաբերվենք կատարված աշխատանքի համար եւ առանձնահատուկ ուզենամ նշեք 26 թվականի նախատեսվում է այնտեղ այլ շինարարական աշխատանքներ իրականացնել, թե ոչ, որպեսզի Ծիծեռնակաբերդի կամ իր հարակից տարածքում, որպեսզի նախորոք իմանանք ինչա տեղի ունենալ։ Շնորհակալություն, արձագանքի դեպքում մի քանի ասելիքներ նորից ունեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Դանելյան։ Ես էլ կուզեմ շնորհակալություն հայտնել, որովհետև դուք պարբերաբար կարևոր հարցեր եք բարձրացնում Սյունիքի մարզում տարբեր թե մշակույթի, թե կրթության եւ թե այլ ոլորտների հետ կապված, որոնք նաեւ մեր ուշադրությունն են կոնկրետ ուղղությամբ ուղղորդում եւ կարողանում ենք այդ ավելի նպատակային աշխատանք տանել։ Տաթևի մասով, այո, մենք ուրեմն ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտը ներկայացրել էինք արտաքին գործերի նախարարություն, հիմա աշխատանք է ընթանում նախնական ցանկից հիմնական ցանկ հուշարձանը տեղափոխելու ուղղությամբ եւ կարծում եմ, որ եկող տարվա ընթացքում այդ աշխատանքները կամփոփենք, ընդ որում ուզում եմ հիշեցնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ուրեմն ցանկերում հուշարձաններ ընդգրկելու մեր քաղաքականությունը մենք սկսել ենք առաջին հերթին բյուջետային նման միջոցառում նախատեսելով, որը
ստեղծել է հնարավորություն, որ դա դառնա ամենօրյա աշխատանք, այսինքն մենք հիմա ամենօրյա աշխատանք ենք տանում, որպեսզի մեր հուշարձանների պաշտպանվածության եւ նաեւ այս համաշխարհային ժառանգության ցանկերում ներառելու հետևողականություն լինի, ինչ վերաբերում է նրան, որ կարողանան կանխարգելել եւ այլ հուշարձաններ այնպիսի խաթարումների չհանդիպեն, որ հետո դրանք հնարավորություն չտան որևէ ցանկերում ընդգրկել, դա շատ լուրջ խնդիր է, իրապես շատ լուրջ խնդիր է, մեր նախարարության գրագրությունը, որ նայեք, մենք ամեն օր գրեթե մի շարք գրություններ ենք ուղարկում իրավապահ մարմիններին կամ ներքին գործերի նախարարություն կամ դատախազություն տարբեր հուշարձաններում չթույլատրված գործողությունների մասով, ամենատարբեր ուրեմն կառույցների կամ քաղաքացիների կողմից եւ իրականում հուշարձանների հանդեպ նաեւ հանրային հոգատարությունը շարունակում է մնալ մեր հասարակության ամենակարևոր խնդիրներից մեկը, պետք է հիշեցնեմ, որ մենք մի նախաձեռնություն ենք սկսել մեր բոլոր հուշարձանները եւ բոլոր դպրոցները փորձելով փոխկապակցել մի ցանցի մեջ եւ մեր դպրոցներին ներկայացրել ենք շատ պարզ ուղեցույց հուշարձանների պահպանման եւ մեր յուրաքանչյուր դպրոցի ներկայացրել ենք իր մոտակայքում գտնվող հուշարձանների ցանկը, ակնկալելով, որ իրենք էլ պետք է խնամքի տակ առնեն եւ կարողանան նաեւ իրենց կողմից հավելյալ ուրեմն հոգացություն ձևավորել, որը նաեւ հանրային վարքականon է, բացի նրանից, որ կոնկրետ է տարածքի մաքրման կամ այլ գործողություններ անեն, նաև հանրային վարքականon է փոխում եւ նաև իհարկե մեր համապատասխան պողակի աշխատակազմի միջոցով ենք փորձում ժամանակին արձագանքել խնդիրներին, այսպես կարող եմ ասել, այս պահին բավականին այդ մոնիտորինգային համակարգը աշխատում է, որպեսզի որևէ լուրջ ու մեծ վնասից խուսափենք եւ կարողանանք ժամանակին կանխել, բայց այն, որ հանրությունն էլ պետք է ուշադիր լինի եւ ժամանակին ահազանգի, այս խնդիրն էլ շարունակում է մնալ։ Ինչ վերաբերում է մոդուլային կենտրոններին, այո, ճիշտ եք, Զորաց քարերում եւ Խնձորեսկում, Զորաց քարերում արդեն կավարտվի, այս պահին նաեւ Լոռի Բերդի մոտակայքում է տեղադրվում Բջնի մոտակայքում եւ կարծում եմ, որ առաջիկայում մեր քաղաքացիներն ու զբոսաշրջիկները կկարողանան գնահատել ինչքանով է դա հարմարավետ եւ նախատեսում ենք շարունակել հաջորդ տարի եւս 2 մոդուլային կենտրոն է բյուջեով նախատեսված եւ մենք փորձում ենք այնպիսի վայրեր ընտրել, որը նաեւ զբոսաշրջային գրավչություն կհաղորդի եւ հուշարձանների հանրահռչակմանը կաջակցի։ Վերին Խոտանանի եկեղեցու մասով մենք արդեն իսկ խոսել ենք եւ ձեր կողմից գրությունը ստացել ենք, քննարկվում է դա մեր առաջիկա ծրագրերում ներառելու հարցը, պետք է հիշեցնեմ, որ հուշարձանների ոլորտում վերականգնման ուղղությամբ պետության բյուջեն 21 թվականի համեմատ աճել է ավելի քան 620%-ով, այնպես որ միջոցները բավարար են ու մենք կարողանում ենք տարվա ընթացքում մեր տարբեր հրատապություն պահանջող աշխատանքների ուղղել։ Շրվենանցի դպրոցում ես ինքս եղել եմ, իսկապես դա մի հրաշալի կառույց է 1902 թվի եւ այդտեղ կային նաեւ շատ լավ գաղափարներ, մենք այդտեղ այցելել էինք Քոաֆի հետ եւ կար նույնիսկ գաղափար, որ գուցե այդտեղ լինի որոշակի նաև կրթական կենտրոն ու կարծում եմ պետք է փորձենք նմանատիպ լուծում գտնել, որպեսզի այդ վայրը ապրի եւ նաև բնակավայրի զարգացման խոսքը ոչ միայն գնա շենքի վերականգնման պահպանման մասին, այլ նաև այնպիսի միջավայր ու բովանդակություն ստանալու, որ դա բնակավայրի զարգացման ծրագիր դառնա եւ կա հետաքրքրվածություն առաջիկայում կարծում եմ կքննարկենք եւս մեկ անգամ։